Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես հայկական բանակը 34 տարեկան է, օրը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 92 թվականի նույն օրն է ընդունվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ որոշումը։ Մեր բանակն անցել է ձևավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել մարտահրավերների եւ բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում է եւ որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։ Վարչապետն է ուղերձել նշել, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ է եղել եւ թվարկել է բարեփոխումները, որոնցից է կամավոր ատեստավորման ծրագիրը։ Այսօր տասնյակ հազարավոր զինծառայողներ մինչև 100 եւ նույնիսկ ավելի տոկոսներով բարձր վարձատրություն են ստանում։ Սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 2 միլիոն դրամը։ Վերջին տարիներին հսկայական քանակությամբ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Իսկ թե ինչու այս նույնը չի արվել 2018-ից 2022-ին մեկնաբանել է, որ գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին զենք վաճառել երկու հիմնական պատճառաբանությամբ։ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս եւ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին Հայաստանի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։ Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022-ի սեպտեմբերին հրաժարվում էին կատարել Հայաստանի անվտանգություն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու պարտավորությունները։ Հրաժարվում էին նաև մատակարարել 100 միլիոնավոր դոլարի սպառազինություն եւ տեխնիկա, ինչի համար Հայաստանն արդեն վճարել էր։ Հայաստանի Հանրապետության բանակն իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունից դուրս այլ խնդիր չունի եւ չի ունենալու, բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանի օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձևը, որն արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում եւ խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում։ Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ պատերազմի չենք պատրաստվում, որովհետեւ պատերազմ չի լինելու։ Բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետեւ բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է։ Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այդպիսին չպետք է լինի երբեք, նշել է վարչապետը։ Օրվա արդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն, մասնակցել հանդիսավոր նիստին, ելույթում վարչապետն անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին եւ ընդգծել այդ գործընթացի կարեւորությունը փոփոխվող աշխարհում։ Երկրի ղեկավարը բանակի օրվա ամենակարևոր ձեռքբերումը համարել է այն, որ կա մտահորիզոնն անընդհատ ընդլայնելու ընկալումը, դրա անհրաժեշտությունը գիտակցված է։ Վարչապետն անդրադարձել է նաեւ Պաշտպան Հայրենյաց ծրագրին, իսկ բարեփոխումների շրջանակում ընդգծել ոլորտում գործունեություն իրականացնողների ընկալումն ու գիտակցումը։ Ըստ երկրի ղեկավարի հաջորդ շարակարգը փոխկապակցվածությունն է, որով պետք է ապահովի արտաքին անվտանգությունը, եւ անվտանգության ամենակարևոր շարակարգը ըստ երկրի ղեկավարի խաղաղությունն է։ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի անվտանգության եւ պաշտպանության գործումներ դրած ավանդի համար մի խումբ զինծառայողների նվերներ է հանձնել։ Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը։ Եվ մենք այսօր դժվար, ծանր որոշումներով կառուցում ենք խաղաղություն։ Ես ուզում եմ մենք բոլորս մտքով վերադառնանք 2024 թվականի գարուն ամառ աշուն։ Եվ հիշենք, Իջևանը իմ ծննդավայրն է, եւ ըստ էության խոսքը մասամբ հիմնականում կամ ամենաէմոցիոնալ կետը Իջևան խոշորացված համայնքում տեղի ունեցող սահմանազատման գործընթացներ։ Բայց եթե այն ժամանակ դա մեզ համար ամենամեծ խոցելիությունն էր, մենք այսօր մարդկանց ես ինքս ուղեկցում եմ, խնդրում եմ, ասում եմ, եկեք գնանք տեսնենք, թե արդյունքում ինչ է ստացվել։ Եկեք գնանք տեսնենք, ով է ճիշտ ասում ապագա իրականության մասին։ Մենք, թե նրանք, ովքեր կործանում էին կանխատեսում։ Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը եւ նաեւ այստեղ բանակի եւ զինված ուժերի շատ սկզբունքային դիրքորոշումը, այսինքն դիրքորոշումը որն է, որ ինքը կենտրոնացած է իր աշխատանքի վրա։ Այս շատ կարեւոր բան է, որովհետեւ անկախ խաղաղությունից, անկախ ինչպիսի, ինչքան հուսալի կլինի խաղաղությունը, մենք պետք է ունենանք ուժեղ եւ պաշտպանունակ բանակ։
որովհետև ցանկացած երկիր, ով չունի ուժեղ եւ պաշտպանունակ բանակ, ինքը գայթակղություն է բոլորի համար։ Բանակի բացակայությունը, ուժեղ եւ պաշտպանունակ բանակի բացակայությունը գայթակղություն է, որ ագրեսիայի գայթակղություն է։ Եվ հետեւաբար Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ եւ պաշտպանունակ բանակի գոյությունը, շարունակական զարգացումը բանակի այն սկզբունքների շրջանակներում եւ այն սկզբունքների հիման վրա, որի մասին ես նշեցի։ Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում։ Ազգային ժողովի նախագահն է հայտարարել, մեջբերում է. այսօր արժևորելով զինված ուժերի կարևոր առաքելությունը, մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման եւ հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն, որը զարգացնելով կարող ենք առաջ շարժվել, կառուցելով անվտանգ, արդար եւ ժողովրդավարական Հայաստան։ Կրկին խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր զինվորների հիշատակի առաջ եւ մեր երախտագիտությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան։ Փառք Հայոց բանակի ինկեցե ազատ անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը, գրել է նա։ Եռաբլուրում այսօր մարդաշատեր քաղաքական գործիչներն ու քաղաքացիներն են այցելել ծաղիկներ խոնարհել։ Բանակը մեր խոնարհումն է, ինչ էլ ուզում է լինի։ Բանակի գոյությունը մեր հպարտությունն է, մեր երկրի հպարտությունն է։ Տարին ոչ թե մի անգամ ամեն օր պետք է այդ հպարտությամբ ապրենք։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը։ Այնինչ անում ենք ամեն անգամ հիշելով մեր ընկերներին, հիշելով անցած ուղին եւ հիշելով իրենց, նաեւ կառուցում ենք մեր ապագա բանակի կարիքները, որը մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է, ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Նա անդրադարձել է նաև հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելուն։ Այսօր մեր ավանդությամբ եւ բանակի եւ խոնարհումի օրեր հիմա բաժանվեց եւ պետքա խոնարհումը իր տեղը հարթի, որտեղ դա էլ շատ կարևոր է եւ բանակի տոնը, որպես բանակի տոն, պետքա նշվի այն ինչ որ անում ենք ամեն անգամ հիշելով մեր ընկերներին, հիշելով անցած ուղին եւ հիշելով իրենց, նաեւ կառուցում ենք մեր ապագա բանակի կարիքները, որը որ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է։ Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահը կոչ է արել ոչ բանակը մանիպուլյացիա անել, ոչ էլ եռաբլուրն ու հանգիստ թողնել բանակը։ Սասուն Միքայելյանն ասել է, որ այսօր մեր գերխնդիրն է գնալ խաղաղության, ընթացքում կերևա։ Մենք փայլուն մեր հաղթանակները տարել ենք համախմբված։ Հետագայում հաղթանակներ կունենա մեր բանակը, ինչ է կարծում զարգացման այս տեմպերով, եթե առաջ գնա։ Լսեք, այսօր մեր գերխնդիրն է գնանք խաղաղության, ընթացքում կերևա, մի բերեք ստեղես ինչ որ բաներ ասեմ, մեր ադրբեջանական սայթերը սաղինձանից են խոսում, նույթեր են գցում։ Ստեղ ինչ անում են, դրանք վերցնում են, վերլուծում են, դնում են։ Հանգիստ մնացեք, հետագան հետո կերևա։ Բայց այսօր մեր գերխնդիրն մեր բանակի կայացման, մեր համախմբման ժողովրդի ամենակարևորը մեր գերխնդիրը դա է։ Ուրիշ մենք խնդիր չունենք։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վարչապետի ուղերձը չի կարդացել, չի կարծում, թե դա ամբողջությամբ արտահայտում է այսօրվա իրականությունը։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Օհանյանն ասել է, որ բանակը մինչև 2018 թվականն իր առջև դրված խնդիրը կատարել է։ Հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ է ձևավորում, իսկ Հայաստանում տեսնում ենք, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխարեն ոստիկանական նոր ստորաբաժանումներ են ձևավորվում, տարբեր բերետավորներ։ Օհանյանի խոսքով 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի յաշմաջոկատը վերացվել է։ Նա ընդունում է, որ իրենք էլ են սխալներ ունեցել, բայց աշխատել եւ ուղղել են։ Սեյրան Օհանյանը հերքել է, թե զինվորներն անգամ ներքնազգեստ չեն ունեցել։ Ամեն ինչ էլ ունեցել են, բանակը համալրված է եղել, Նույնիսկ թերությունների հետ մեկտեղ, որովհետև եւ թերություններ եւ սխալներ ունեցել են, ես էլ անձամբ ունեցել եմ սխալներ, բազմաթիվ սխալներ, բայց մենք ձգտել ենք, աշխատել ենք եւ վերականգնել ենք, բայց նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ձևավորված բանակը իր արժեվ դրված խնդիրը կատարել է։ Գիտեք, մենք այս վիճակում ենք 44 օրյա պատերազմի պարտությունից հետո, ձեզ ասեմ, բայց 44 օրյա պատերազմում պատշաճ կառավարման, պատշաճ ուշադրության,
ռազմական գործողությունների թատերաբեմը լուրջ ուսումնասիրելու եւ լուրջ որոշումներ ընդունելու պայմաններում հայկական բանակը, առավել եւս Արցախի պաշտպանության բանակը ի վիճակի է եղել իր առջև դրված խնդիրը իրականացնելու։ Մեր նման երկրներում, մեր տարածաշրջանում արկա փխրուն անվտանգության միջավայրի, արտաքին եւ ներքին սպառնալիքների պայմաններում մեր նման երկրները կարող են իրենց անվտանգությունն ապահովել ոչ միայն միայնակ իրենց ազգային երաշխիքների ձևավորման, բանակի հզորացմամբ, այլ նաեւ պարտադիր կերպով հավաքական անվտանգության, դաշնակցային հարաբերությունների պայմաններում։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինքը փորձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների այնուհետև սառեցման պատասխանատուն ինքն է, որովհետև մեր տարածաշրջանում մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ձևավորում ենք գլոբալ առումով տարածաշրջանային խոշոր պետությունների դեմ պայքարելու համար։ Ես նկատի ունեմ Թուրքիան, իսկ Ադրբեջանի հետ մենք ի վիճակի ենք եղել ինքնուրույն ի վիճակի ենք եղել պայքարելու։ Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ 19-ամյա Ռոբերտը զոհվել է քարոզիա պատերազմի ժամանակ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Ցուցաբերած բացառիկ քաջության եւ արիության համար 2016-ի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս բարձրագույն կոչմամբ ու ոսկե արծիվ շքանշանով։ Տոնական կատարում նվիրված Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-ամյակին Պաշտպանության նախարարը տեսանյութ է հրապարակել։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերը շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր, հոգսերը շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր հայրենի, ես մի բուռն եմ քո հողին, ես մի ծիլ ես քո արտի, ես մի թերթ եմ քո ծաղկի, հայրենի երկիր, սրբալույս հայրենիք, ես մի բուռն եմ քո հողին, ես մի զարկ եմ քո բասկի, ես մի շուռ եմ քո հասկի, հայրենի
Այլ թեմաներ հայ ժողովուրդը ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է։ Այս մասին արտգործնախարարն է հայտարարել ԵԽԽՎ նստաշրջանում ելույթի ժամանակ անդրադառնալով առաջիկա ընտրություններին։ Այնուամենայնիվ մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրականության նկատմամբ։ Մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն։ Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել։ Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների եւ միջամտության անօրինական սցենարների համար, եւ նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների։ Բայց ես այստեղ կանգնած եմ ասելու, որ նրանք չեն հաջողելու։ Մեր հասարակությունն իմունիտետ է ձեռք բերել ստի նկատմամբ, ասել է նախարարը, ընդգծելով, թե ժողովրդավարությունը պաշտպանելու համար հենվելու են ժողովրդավարական գործիքների վրա։ Արարատ Միրզոյանը խոսել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Ադրբեջանում պահվող գերիների մասին։ Թե կառավարությունը, թե քաղաքական շրջանակները եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իսկապես ամեն հնարավոր ջանք թափում են վստահելու համար, որ խաղաղությունը, որը հաստատված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, տևական լինի։ Եվ որ այս խաղաղությունը եւ համաձայնագրերը, որ մենք արդեն ձեռք ենք բերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կօգնեն մեզ թե երկու երկրների միջև, թե տարածաշրջանը բերելու համագործակցության եւ բարգավաճման շրջանի բերենք։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ կան բազմաթիվ հարթություններ այս բարդագույն խնդրի, մեկը հումանիտար խնդիրն է, այո, անհետ կորած անձանց ճակատագիրը, պահվող անձանց ազատ արձակումը, այն 19 պահվող անձանց, գերությունից ազատ արձակումը Ադրբեջանից, սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնալ թե կառավարությունը, թե քաղաքասարակությունը Հայաստանի Հանրապետության, շարունակում ենք մեր ջանքերը եւ մեր բանակցությունները, մեր քննարկումները նախ եւ առաջ Ադրբեջանի գործընկերների հետ, բայց միևնույն ժամանակ մեր միջազգային գործընկերների հետ, քանի որ ձեր աջակցությունը, ձեր ներդրումը շատ կարևոր այս հարցի շուրջ հույժ կարևոր է, վճռորոշ նշանակություն ունի եւ մեծապես կգնահատվում է։ Շատ ինտենսիվ եւ բեղմնավոր արգասաբեր երկխոսություն ունենք մեր թուրք գործընկերների հետ, շատ հարուստ է մեր օրակարգը։ Կա հանձնառություն եւ պատրաստակամությունը, որը արտահայտված է բազմիցս երկու կողմերի կողմից, որ վերջնանպատակը հայ-թուրքական երկխոսության դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է երկու երկրների միջև պաշտոնապես ֆորմալ եղանակով եւ այնուհետեւ ամբողջապես սահմանը բացելով երկու երկրների միջև եւ անշուշտ ստեղծել այնուհետեւ համագործակցությունը։ Առ այսօր երկու երկրները մեզ հաջողվել է զանազան վստահությունը ամրապնդող միջոցառումներ իրականացնել Գյումրի կարծի երկաթուղին, սրա շուրջ այսօր ես խոսվեց, որ կվերականգնվի եւ այս երկաթուղով տեղափոխում տարանցում կիրագործվի հիմնական հարցը այստեղ, եթե շատ անկեղծ լինեմ, հարցը այստեղ ոչ թե ինչն է, արդեն համաձայնել ենք ինչի շուրջ, այլ երբ։ Եվ իմ հույսն է, որ մենք գոնե մասնակի սահմանի բացում կտեսնենք եկող օրերի շաբաթների ընթացքում եւ այնուհետեւ լիովին կբացենք սահմանը։ Ես վստահ եմ, որ սա օգտակար կլինի երկու երկրի ժողովուրդների համար, թե Հայաստանի, թե Թուրքիայի։ Ստրասբուրգում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան։ Դա միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որի նպատակն է ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ զերծ գործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին կոնվենցիան ստորագրելու եւ այս ուղղությամբ միջազգային գործակցության խթանման ջանքերին միանալու համար։ Շրջանակային կոնվենցիան առ այսօր ստորագրել է 17 երկիր, ինչպես նաեւ Եվրամիությունը։
Հարավային Կովկասում իրավիճակն են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները։ Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ու Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղայևը Բունդեստագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով մասնակցել են Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ, պատմական խաղաղություն, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև Գերմանիայի դերը եւ Եվրոպայի նոր արևելյան կապը խորագրով քննարկմանը։ Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ելույթում շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանն ու անձամբ արտաքին գործերի դաշնային նախարարին, որը նախկինում եղել է Բունդեստագի Գերմանիա Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ, նախորդող ժամանակաշրջանում ցուցաբերած կառուցողական աշխատանքի եւ աջակցության համար։ Միջոցառմանը ներկա են եղել տասնյակ փորձագետներ, պատգամավորներ եւ լրատվամիջոցներ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը եւ խաղաղության խորհրդի աշխատանքը, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հրադադարի համաձայնագրի լիարժեք իրականացմանը եւ Սիրիայում զինված ուժերին ինտեգրմանը եւ ուշադիր հետևում է այս գործընթացին ԱՄՆ-ի եւ Սիրիայի իշխանությունների հետ համակարգված։ Էրդողանը հույս է հայտնել Գազայի խաղաղության խորհրդի արդյունավետ աշխատանքի վերաբերյալ եւ վստահություն է հայտնել, որ Գազայում մարդասիրական աղետի ավարտը եւ քաղաքի վերակառուցումը կհարթեն տարածաշրջանում երկարատև խաղաղության ճանապարհը։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը քննարկել է միջազգային եւ տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաեւ Իրանի ներսում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Փեզեշքյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության մոտեցումը հիմնված է ժողովուրդների եւ կրոնական համայնքների միասնության եւ ամբողջականության պահպանման, ինչպես նաեւ ազգային համախմբվածության ամրապնդման վրա։ Իր հերթին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանն ընդգծել է, որ իր երկիրն անընդունելի է համարում Իրանի դեմ ցանկացած ոտնձգություն, սպառնալիք կամ լարվածությունը սրելու փորձ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ամերիկյան եւս մեկ նավատորմ է մոտենում։ ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է Այովա նահանգի բնակիչների առաջ ելույթի ընթացքում։ Դոնալդ Թրամփը միաժամանակ հույս է հայտնել, որ Թեհրանը գործարքի կգնա։ Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Իրանի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակմանը, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին։ Այս պահին Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ոչ մի նորմալ բան չկա։ Երեքշաբթի ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների վերաբերյալ հարցերի ֆոնին։ Քարնին վերադարձել է Օտավա անցյալ շաբաթ Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած հայտնի ելույթից հետո, որում նա պնդել է, որ Վաշինգտոնի կողմից տասնամյակներ շարունակ ղեկավարվող կանոնների վրա հիմնված միջազգային կարգը խզվել է։ Քարնին ներկայացուցիչների պալատին ասել է, որ երկուշաբթի մոտ 30 րոպե խոսել է Թրամփի հետ, այդ թվում առևտրի մասին։ Երեքշաբթի ավելի վաղ Քարնին հերքել էր այն պնդումները, որ հրաժարվել է Դավոսում իր ելույթից Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ելույթը զայրացրել էր Թրամփին, որը Քարնիին խորհուրդ էր տվել զգույշ լինել իր խոսքերի հետ կապված, քանի որ Կանադան ապրում է Միացյալ Նահանգների շնորհիվ։ Իսրայելը թույլ չի տա Գազայի հատվածում Պաղեստինի պետության ստեղծումը, իսկ տարածաշրջանի վերակառուցումը չի սկսվի մինչև Գազան չապառազմականացվի, Համաս արմատական իսլամական շարժումն էլ լիովին չզինաթափվի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Հորդանան գետից մինչև Միջերկրական ծովի ամբողջ տարածքի, այդ թվում Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետը նշել է, որ հունվարի 26-ին վերջին պատանդի 24-ամյա Ռանգվիլի աճյունի մնացորդները վերադարձնելուց հետո Իսրայելը կենտրոնացած է Համասի սպառազինության ոչնչացման եւ Գազայի հատվածի ապառազմականացման վրա, որը ներառում է զինյալների թունելների ոչնչացումը։ Նեթանյահուի խոսքով դա ձեռք կբերվի պարզ կամ բարդ եղանակով, բայց ամեն դեպքում տեղի կունենա։ Դատարանը Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին Կիմ Կն Հին դատապարտել է 1 տարի 8 ամիս ազատազրկման, կոռուպցիայի դեմ պայքարի օրենքները խախտելու մեղադրանքով։ Հատուկ դատախազի թիմը նրա դեմ առաջադրել է 3 հիմնական մեղադրանք եւ անմեղ է ճանաչել 2-ի համար։
Կիմ Գեոն հին մեղադրվել է ավտոմեքենաների վաճառքի կենտրոնի բաժնետոմսերի գնի մանիպուլյացիայի մեջ։ Հետաքննիչների տվյալներով նա ենթադրաբար 2010-ից 2012 թվականների ընթացքում այդ սխեմայից ստացել է մոտ $564,000 շահույթ։ Դատարանը Կիմ Գեոն հին անմեղ է ճանաչել այս մեղադրանքով։ Նա մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի դեմ պայքարի օրենքները խախտելու մեջ։ Միավորման եկեղեցուց Շաման Չոն Սունգ Բեյի միջոցով $56,000 արժողությամբ թանկարժեք նվերներ, այդ թվում 2 ձեռքի պայուսակ եւ 1 վզնոց ընդունելու համար։ Ազատազրկումից բացի Կիմ Գուն Հին պարտավոր է վճարել $8,900 տուգանք։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ճանապարհների մաքրման եւ աղավասով մշակման աշխատանքները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կիրառմամբ։ Վարորդներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու երթևեկել բացառապես զմռային անվատողերով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյանները անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։